68-րդ Գրեմի մրցանակաբաշխությունն աչքի ընկավ ոչ միայն ինտրիգային դրվագներով, անսովոր հագուստով, այլ նաև քաղաքական ուղերձներով։ Հաղթողներն ու հյուրերն իրենց բողոքն արտահայտեցին ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ոստիկանության գործողությունների դեմ, որոնց հետևանքով վերջին շաբաթներին սպանվել է 2 ցուցարար։ Մրցանակների քանակով առաջատար դարձավ Քենդրիկ Լամարը, որը հաղթել է 5 անվանակարգում, ներկայացված լինելով 9-ում։ Արդյունքում рэփերն այժմ ունի 26 գրեմի եւ այդ ցուցանիշով գերազանցում է Jay-Z-ին, որի մրցանակների թիվը 25-ն է։ 7 անվանակարգում ներկայացված Լեդի Գագան գրեմի է ստացել լավագույն փոփ վոկալ ալբոմ, լավագույն երգ, լավագույն պարային ձայնագրության եւ լավագույն ռեմիքսի համար։ Գրեմիի պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ իսպանալեզու ալբոմը արժանացավ գլխավոր մրցանակին։ Դա Bad Bunny-ի «Դեպի Տիրար Más Fotos» ալբոմն է։ Պայքարելու քաղաքական կոչից զերծ չմնաց նաև Բիլի Այլիշը, որը գրեմի ստացավ Wildflower երգի համար, որպես տարվա լավագույն երգ։ Մրցանակաբաշխությունից հետո շատ քննարկվեց հայուհի Շերի պահվածքը բեմում, որը մի պահ մոռացավ հայտնել հաղթողի անունը տարվա լավագույն երգ անվանակարգում։ Հաղորդավարը Շերին հուշեց այդ մասին, ինչից հետո նա արագ վերադարձավ բեմ։